Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Արշակը գտնում է պատռված թուղթը, իր տան խոհանոցում այն նույն փաստաթուղթը, որն անհետացել էր առանց որևէ բացատրության։ Արշակը միանգամից հասկանում է, որ այս ամենի հետևում կանգնած է Էլիզը։ Նա սպասում է մինչև աշխատանքային օրվա ավարտը հանգիստ, բայց որոշակիությամբ լեցուն։ Երբ Էլիզը պատրաստվում է դուրս գալ, Արշակը նրան ճանապարհում է, բայց այդ արարքը թեթև հրաժեշտ չէ։ Նա ցույց է տալիս այդ թուղթը պարզ, առանց ավելորդ խոսքերի ու ասում է, որ գիտի, սա հենց Էլիզի ձեռքի գործն է։ Այդ պահին Էլիզը խառնվում է իրար։ Նրա ներսում միաժամանակ պտտվում են հուսահատություն, վախ, շփոթմունք։ Նա չի գտնում ինչ ասել, լռում է բառացիորեն սառած վիճակում։ Բայց Արշակի արձագանքը բոլոր սպասելիքները շրջում է գլխի վայր։ Նա ոչ միայն դուրս չի անում Էլիզին իր տնից, այլև տալիս է երկրորդ հնարավորություն։ Արշակը ներում է նրան առանց բացատրության պահանջելու, պարզապես ասում է, որ կուտակվածի փոխարեն տալիս է նոր հնարավորություն։ Այս պահը թվում է անտրամաբանական։ Մի տղամարդ, որն ընդամենը 2 օր առաջ միանգամայն անծանոթ աղջկան տուն է ընդունել, վստահել է իր ամենաթանկին, իր երեխային ու հիմա բացահայտելով խաբեություն, ոչ միայն ներում է նրան, այլև պահում որպես դայակ։ Էլիզը, խորապես հասկանալով, որ իր ներկայությունը այդ տանը բառացիորեն մազից է կախված, սկսում է լարվել։ Նա գնում է Արևիկի մոտ, նստում նրա կողքին, նայում նրա մաքուր անհոգ աչքերին ու ասում, որ հնարավոր է շուտով ստիպված լինի հեռանալ։ Արևիկը շատ է տխրում։ Նրա փոքրիկ սիրտը ծանրանում է այն մարդու հեռանալու վախից, ով իրեն այդքան ջերմությամբ է վերաբերվել։ Նա ասում է, որ ուզում է Էլիզը մնա իր կողքին։ Էլիզի համար այս խոսքերը դառնում են ծանր հարված։ Նա չի կարողանում զսպել իրեն, լաց է լինում, հասկանալով, որ ինքն էլ նույնպես սիրել է Արևիկին։ Այդ սերը անբացատրելի է, անսպասելի, բայց շատ իրական։ Եվ որքան էլ իր մտքում դեռ նստած է վրեժի պլանը, սրտի մի անկյունում ձևավորվել է զգացմունք, որը գալիս է մաքրությունից, ոչ թե անցյալի մթուրից։ Բայց հենց Էլիզը վերադառնում է տուն, նրա հույզերը կտրուկ փոխվում են։ Տատիկը, խիստ կարծրասիրտ, կրկին խելքից է հանում Էլիզին։ Նա ասում է, որ ոչ մի ներում չպետք է լինի, ասում է, որ Արշակը արժանի չէ մեղմության, եւ որ անցյալի ցավը իրենց խախտված մանկությունը չի կարող ներվել։ Տատիկը պահանջում է, որ Էլիզը չթողնի, որ Արևիկը վայելի մի մանկություն, որից իրենք զրկված են եղել։ Այդ խոսքերը Էլիզի ներսում կրկին բորբոքում են վրեժի կրակը։ Նա պատասխանում է վճռականությամբ, ասում է, որ հիմա իր միակ նպատակը վրեժն է, ցավ պատճառելը, վատություն անել այդ ընտանիքին, ոչ մի ներում, ոչ մի խղճահարություն։ Մյուս կողմից, Արշակը նայելը ներել է, բայց ներսում զգում է, որ պետք է զգուշանա։ Նա Մագդային ասում է, որ իրեն ժամանակ է հարկավոր, ժամանակ հասկանալու, թե իրականում ով է Էլիզը, ինչ նպատակով է հայտնվել իր տանը եւ ինչ դեր ունի այդ ամենի մեջ։ Նա դեռ չճանաչում Էլիզին, բայց մտքում արդեն ձևավորում է կասկածների մի շրջանակ եւ ամեն ինչ անում Էլիզին պահելով իր կողքին, ոչ թե վստահությամբ, այլ որպես դիտարկման օբյեկտ, սպասելով ճիշտ պահին բացահայտել ճշմարտությունը։ Հաջորդ օրը պատահական հանդիպում է տեղի ունենում։ Նորոն փողոցում տեսնում է Արշակին։ Սկզբում նա ուղղակի անցնում է նրա կողքով, բայց մի պահ կանգ է առնում նրա դեմքը տեսնելով։ Այդ հայացքը նրան հիշեցնում է ինչ-որ բան, ինչ-որ մի անավարտ պատկեր։ Մի քանի վայրկյան անց կանգ է առնում նաև Արշակը, երկուսն էլ շրջվում են։ Նայում են իրար ակնածանքով եւ զարմանքով։ Ոչ մեկ դեռ ինչից չի ասում, բայց հայացքներն արդեն մի նախաբանե պես են նոր բացահայտումների եւ գուցե վաղուց մոռացված կապերի սկիզբը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նորոն կճանաչի Արշակին։ Գրեք մեկնաբանություն։